Բարև ձեզ, Ամեն Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Արդար Հայաստան կուսակցության նախագահ եւ փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք հետևել եք, անգամ դիտարկել եք Գյումրիում անցկացված ավականու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքները հայտնի են բոլորիս, որևէ մեկը չի հավաքել 50+1-ը, որպեսզի իշխանություն կազմի Գյումրիում, քաղաքային իշխանություն, իշխանություններին, գործող իշխանություններին, որոնք մոտ 36 կամ մի փոքր ավելի տոկոս են հավաքել, ըստ երևույթին օգնել է պետք, եթե իսկապես կարողանան իշխանություն ձևավորել, բայց ընդդիմադիր տարբեր կուսակցություններ, գիտեք, տարբեր տոկոսներ են հավաքել, բայց նորից որևէ մեկը կամ անգամ երկուսը միասին դժվարությամբ թե կկազմեն քաղաքային իշխանություն, ամեն դեպքում բազմաթիվ սցենարներ են այսօր շրջանառվում, ասենք իշխանությունները կկարողանան ընդդիմադիրներից ընդամենը 3 մանդատ է պակասում, որպեսզի իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ Գյումրիում։ Այդ 3-ը ինչ որ կուսակցություններից, ինչպես նախորդ անգամներ տարբեր համայնքներում տեղի ունեցել, գրավել բնակչությունների կամ տարբեր ճանապարհներով իրենց կողմը եւ ընտրվի քաղաքացիական պայմանագիրը։ Կա նաեւ տարբերակ եւ բնակչություններ են գնում ընդդիմադիր ուժերի միջև, որոնք դեռևս մինչև այս հարցազրույցի տեսագրման պահը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մարտուն Գրիգորյանն է առայժմ իր կարծիքը չի հայտնում եւ երեք դուք գրել եք ձեր Facebook-յան էջում, թե Սերժ Սարգսյանն է որոշելու այս ընտրություններում ով է լինելու Գյումրիի քաղաքապետը։ Սերժ Սարգսյանը կամ Մարտուն Գրիգորյանը դեռևս տեսակետ չեն հայտնել։ Ամեն դեպքում այս բոլոր սցենարներով ինչ է տեղի ունենալու, ընդ որում քննարկվում է նաև նոր ընտրություններ անցկացնելու սցենարը, եթե 2-3 շաբաթվա ընթացքում չգան ընդհանուր հայտարարագրի եւ քաղաքապետ չընտրեն։ Ձեր կարծիքով որ սցենարն է ավելի իրատեսական։ Շնորհակալ եմ հրավերի համար մեկ անգամ եւս։ Սցենարները բազմաթիվ են, բայց լուծումը մեկն է լինելու եւ այդ լուծումը պայմանավորված է լինելու կոնկրետ քաղաքական կոնյունկտուրայով եւ քաղաքական պայմանավորվածություններով կամ թե ինչպիսի որոշում վերջնահաշվում կընդունի մեկ մարդ Նիկոլ Փաշինյանը, երբ որ երեք ես խոսում էի Սերժ Սարգսյանի մասին, մի գիշերում բան փոխվեց, հիմա արդեն Նիկոլ Փաշինյանն է որոշել։ Հայաստանում երբեմն որոշ հարցեր, վճռորոշ հարցեր մեկ գիշերվա ընթացքում են որոշվում։ Իմ խոսքը մի փոքր նաեւ հեգնախառն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտրիգը պահպանում է Մարտուն Գրիգորյանը, իսկ Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի, եթե չասենք ստվերում կամ գոնե կողքից աջակցողների հիմնական առանցքը գլխավորում է Սերժ Սարգսյանը, եթե այսպես բնութագրենք։ Իսկ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, որ ինքը պետք է որոշի, ինչպես ասացիք։ Այս սցենարների մասին, որոնք դուք խոսում եք, հայտնի է, որովհետև նախադեպերը ցույց են տալիս, որ եկեք իրերն էլ իրենց անուններով կոչենք, իշխանությունը գնացել է բառից բուն իմաստով մարտագողությամբ, այսինքն այլ խմբակցությունների այս կամ այն անդամին գողանալով, կաշառելով, գնելով, ապահովել է ֆորմալ առումով մեծամասնություն եւ այս կամ այն համայնքի ավականու Անդրանիկ նիստում ընտրել է համայնքի ղեկավար։ Եթե Գյումրիում էլ նման սցենար զարգանա, այսինքն դուք ինչպես նշեցիք 3 մանդատ է բացակայում անհրաժեշտ ԿՊ-ին, եթե ԿՊ-ն 3 այլ խմբակցությունների կազմից 3 մարդ գողանա եւ նրանց միջոցով Սարիկ Մինասյանին առաջադրի եւ անցկացնի որպես քաղաքապետ, ես կգամ այն համոզմանը, որ ընդհանրապես տեղական ինքնակառավարման համակարգում ընտրությունների ձևավորման, անցկացման, արդյունքների ամփոփման եւ իշխանության ձևավորման ամբողջ գործընթացը պղծված է եւ մենք գործ ունենք ուղղակիորեն մարտագողության process-ի հետ, բայց ես չգիտեմ դեռևս թե արդյոք այս սցենարով կգնա։ Ես կարող եմ հիմա ուրիշ բան ասել, որ այս պահին անկախ նրանից արդյունքները հայտնի են կամ արդյունքները մի քանի օր անց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհաստատի կամ կվավերացնի, դեռևս դրանք բավարար չեն, որպեսզի մենք հանգենք հետևության, թե Գյումրիում ինչպիսի իշխանություն է ձևավորվելու, որովհետև մեր գործող ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հստակ սահմանում է, որ այսպիսի հարաբերակցության պայմաններում Անդրանիկ նիստով է որոշվելու քվեարկության միջոցով, թե ով է ընտրվելու համայնքի ղեկավար։ Հիմա քանի դեռ մանդատակիրները հայտնի չեն, որովհետև այդտեղ էլ ինտրիգ կա, կուսակցությունները պետք է հասկանան, զտեն, թե իրենցից ով է ստանալու ավականու անդամներ, որպեսզի ով ում վրա կարող է ազդեցություն այսինքն այո, այդ ներողություն եմ խնդրում այս բառից համար, շուկան նոր է սկսվելու եւ դեռևս հայտնի չէ թե ինչպիսի գործիքակ
կկիրառվի։ Ես ուրիշ սցենարներ էլ ես չեմ բացառում, որ իշխանությունը ընդհանրապես ձիու քայլ անի, ենթադրենք Մարտուն Գրիգորյանին առաջադրի համայնքի ղեկավարի տեխնացու եւ փակի բոլոր հարցերը, կամ իշխանությունը ինքը Վարդան Ղուկասյանին առաջադրի քաղաքապետի տեխնացու, կամ հանգեն ինչ-որ կոնսենսուսային որոշման, սրանք զուտեսական հնարավորություններ են, որոնք ուրեմն կարող են դրվել շրջանառության մեջ, բայց կարող է իշխանությունը, ինչպես նախորդ դեպքերում, գնա այդ տապորային ճանապարհով, այսինքն խնդիր դնի չհանձնել քաղաքը եւ երեք այլ խմբակցությունների անդամներից գողանալ եւ նրանցով ապահովել իր տեխնացուի քաղաքապետ դառնալը։ Դուք ասացիք Նիկոլ Փաշինյանն է որոշելու եւ չբացացիք քարտերը, որն է խնդիրը, ինչ որոշման մասին է խոսքը, ինչի երեկվա Սերժ Սարգսյանն այսօր դարձավ Նիկոլ Փաշինյան։ Եթե դուք հիշեք իմ այդ գրառումը, իր մեջ հեգնախառն ուրեմն ենթատեքստ էր պարունակում։ Բայց ճշմարտություն էր։ Այո, որ ես սկզբում ցիտել էի Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, թե հանգիստ նստեք տեղները, հետո միջակետ էի դրել եւ շարադրել էի Սերժ Սարգսյանն է որոշելու, թե ով կընտրվի կամ չի ընտրվի Գյումրու քաղաքապետ, որովհետեւ ակնհայտ է, որ դա նաև որոշակի ուղերձ էր նաև քոչարյանական շրջանակներին եւս մեկ անգամ ընդգծելու համար, որ մենք ինչ քաղաքական ներկապնակ է ձևավորվել։ Սերժ Սարգսյանի քաղաքական գործոնը կոնկրետ այս դեպքում որոշիչ է այն առումով, որ իրենք ստացել են իր մերձավոր քաղաքական շրջապատը, ստացել է մանդատ վճռորոշ, որտեղ Մարտուն Գրիգորյանը եթե հենց այսօր հայտարարի, որ միանում ենք Վարդան Ղուկասյանին կամ միանում ենք Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ին, այսինքն էլի այդ Սերժ Սարգսյանի որոշիչ գործոնը ստեղ դառնում է կամ գալիս է առաջին պլան։ Այսինքն Մարտուն Գրիգորյանը ինքնուրույն որոշում կայացնող չի, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, այո, ես հեռու եմ այն մտքից, որ այդտեղ տվյալ անձի ես անձնապես չեմ ճանաչում, չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, ենթադրվում է նաև հաշվի առնելով, որ սա նաև որոշակի ստուգատես է առաջիկա պարլամենտական ընտրությունների համար, նաև ինձ համար սա տալիս է հիմք արձանագրելու, որ այստեղ չի կարող Սերժ Սարգսյանը ասել, թողեք ես հիմա մեր տանը նստած թորնիկիս հետ խաղում եմ կամ շախմատ եմ խաղում։ Այսինքն ինքը ներգրաված է այս կարևորագույն գործընթացի մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև արդեն լարվածությունը վաղուց կար ըստ էության, բայց վերջին շրջանում դա բացահայտվեց եւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո, գիտեք, բավականին փոխհրաձգություններ տեղի ունեցան երկու թիմերի միջև եւ հիմա Ռոբերտ Քոչարյանի կարծեք թե սոցիալական ցանցերում եւ մեդիատիրույթում կարծեք թե տերորի են ենթարկում Մարտուն Գրիգորյանին, Սերժ Սարգսյանին, թե ի վերջո ձայնը տալու է Վարդան Ղուկասյանին, թե ոչ, թե ինչ է տեղի ունենալու։ Ամեն դեպքում հաշվի առնելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև եղած լարվածությունը ձեր կարծիքով Վարդան Ղուկասյանին կընտրեն նրանք, Սերժ Սարգսյանը կփորձեն դարձնել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Ամբողջ խնդիրը հետևն է, որ եթե նույնիսկ հիմա, կրկնում եմ, հիմա Մարտուն Գրիգորյանի ավականու բոլոր 6 անդամները մամայի արև երթում ուտեն, պապայի արև երթում ուտեն, Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգը կատարեն ու հայտարարեն, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, դուք մի մոռացեք Նիկոլ Փաշինյանի սցենարը մարդագողության, որ հնարավոր է, այսինքն Անդրանիկ նիստում ավականու խաղաքարտերը ամբողջովին խառնվեն։ Այսինքն այնպես չի, ուժերի հաշվեկշիռը այնպես է ձևավորվել, որ իշխանության ձեռագիրը կարող է խափանել, բայց կարող է քաղաքական պայմանավորվածության արդյունքում իրենք ինչ-ինչ խնդիրներ իրար հետ լուծման գան համաձայնվեն, որ այս սցենարը գործել, որովհետև կրկնում եմ, այստեղ այնպիսի ուժերի հաշվեկշիռ է ձևավորվել, որտեղ ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Ես դրա համար եմ ասում, դեռևս վաղ է խոսել ընտրությունների արդյունքները ամփոփելու մասին, կապված մանդատակիրների, ինչպես նաև իշխանության պատկերացումներից շատ հնարավոր է շրջադարձային բան տեղ ունենա։ Ես չեմ բացառում այլ սցենար, որ իշխանությունը հետ քայլանի, հնարավորություն տա ընդդիմությունը այդ ուժերը միավորվեն առաջադրեն քաղաքապետ, ի վերջո գիտեք ինչ, որ վերջի 7 տարիների ընթացքում ԿՊ-ն իշխանություն է եղել, սակայն Գյումրիում ԿՊ-ական քաղաքապետ չի եղել, այսինքն աշխարհը փուլ չի եկել, այնպես որ ամեն դեպքում ԿՊ-ն իր ազդեցություն ունեցել է, մարզպետներն էլ են իրանք եղել, գործադիր իշխանությունն էլ է իրեն, դո Չագուշն էլ է իրենց ձեռը
սալնել է իրենց ձեռը, այսինքն այդ առումով որևէ խնդիր չկա իրենց պատկերացմամբ, այլ խնդիր է, թե իրենք ինչ նշանակություն կտան Գյումրիի ընտրությունների արդյունքներին, ինչ հետևությունների կգան։ Այսինքն սցենարները բազմաթիվ են, բայց այդտեղ այդ հարցը ավելի շատ ինտրիգը պահպանվում է ոչ թե ՔՊ-ի առումով, ինտրիգը այստեղ պահպանվում է նրանով, թե ի վերջո Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կմիանան իրար, թե չեն միանա։ Իրենք մեկը մյուսին կպաշտպանեն, թե կպահպանեն այն առերևույթ հակասությունն ու լարվածությունը միմյանց նկատմամբ, որը ունեն։ Ի վերջո խնդրում եմ, հարգելի Արմին, եկեք մի հանգամանքի մասին էլ չմոռանանք։ Ի վերջո մենք գործ ունենք տեղական նշանակություն ունեցող միջոցառման հետ ընտրական, որտեղ անձնական գործոններն էլ շատ կարևոր նշանակություն ունեն։ Կոնկրետ որքան ես գիտեմ, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև հարաբերություններն են լարված կամ ոչ այդքան բայրացական, հետաբար այս առումով դեռևս արդեն հիմա շրջանառվում է, թե Մարտուն ասում է, որ միջև արյուն կա Վարդան Ղուկասյանի հետ։ Դա նշանակում է, որ կարմիր գիծ կա, որտեղ արյունը կարմիր գույն է։ Իսկ կարմիր գիծը դա նշանակում է, որ մերձեցման հնարավորությունները սահմանափակ են։ Այլ խնդիրը ես չեմ բացառում, որ ինչպես 2018 թվականին Սերժ Սարգսյանի հորդորով իրենք կօգնեն մի քանի ձայնով, որպեսզի ինչ-որ թեկնածու դառնա համայնքի ղեկավար։ Հիմա ինչ-որ մի թեկնածու։ Այդ դեպքում բացահայտ Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կաջակցեն, դուք ասացիք քաղաքական պայմանավորվածություններ պետք է գնան։ Սերժ Սարգսյանը կգնա Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածության կամ հակառակը։ Իսկ դուք բացառում եք նման հեռանկար։ Ես հարցնում եմ։ Ես չեմ բացառում նման հեռանկար։ Ուղղակի այստեղ այլ ասոցիացիա արդեն կդառնա համոզմունք, բոլորի համար պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը աշխատում են նույն դաշտում։ Սա աներկբա կդառնա։ Դեպքում պետք է Ռոբերտ Քոչարյանին ֆուկ անելու համար։ Այսինքն կգնան այդ քայլին ձեր կարծիքով։ Եթե իշխանության խնդիր է դրված, եթե վերարտադրման խնդիր է դրված, եթե քաղաքական ազդեցությունը պահպանելու խնդիր է դրված, ինչի համար մի անգամ Քոչարյանին ֆուկ են արել, երկրորդ անգամ էլ կանեն, ինչի՞։ Մի անգամ երբ են ֆուկ արել։ 2018-2021 թվականներին, որովհետև այդ հարցը կա, չէ, օդում, այդ ինչպես ստացվա, որ մերժում էին Սերժին, բայց հանկարծ բանտում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանն, էլի, որովհետև տրամաբանական հարց է առաջանում, էլի։ Բայց մինչև հիմա հեղափոխությունից Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, հարգելի Արմին, ես իմ խոսքը ձեր միջոցով ուզում եմ հասցնեմ մեր հանրությանը, նաև գործող իշխանությանը։ Եթե քո իշխանության գալուց 7 տարի անց է Քոչարյանը, Սերժ Սարգսյանը շարունակում են մնալ քաղաքական գործոն, ավելին ոնց հասկանում ենք իրենց դերակատարությունը ու առանցքային մասնակցությունը թիմ ընտրություններում, համապետական ընտրություններում դառնում է շոշափել, այսինքն առանց նրանց ներգրավման ու դերակատարման որևէ խնդիր չի կարող լուծվել, ավելին իշխանություն ձևավորելուց դու չես կարող հաշվի չնստել նրանց հետ, կլեք քո իշխանությունը քանի գրոշի արժեք ունի, դու ում է պետք քո իշխանությունը, այն հիստերիան, որ դու դրսևորում ես պարլամենտում։ Ես ավելացնեմ ձեր դիտարկմանը մեկ այլ բան։ Հեղափոխությունից 7 տարի անց քրեական մեղադրանք հանցագործների մեջ մեղադրվող Վարդան Ղուկասյանը, ինչ որտեղ նաև Մարտուն Գրիգորյանը այսօր ընտրություններում պայքարում են, այսօր նրանք Գյումրիում, թեկուզ եւ Գյումրիում նրանք բավականին անցողիկ տեղեր են զբաղեցնում, երբ որ հանրությունը սպասում էր թեկուզ հենց Վարդան Ղուկասյանի դեպքում, որ նա պետք էր ճաղերի հետևում լինել, չէ՞։ Բազմաթիվ աղմկոտ դեպքեր, հանցագործություններ նրա եւ նրա շրջապատի հարազատների նկատմամբ։ Վերջերս Փաշինյանը հենց ազգային ժողովում հերթական էմոցիոնալ հայտարարությունների ժամանակ շատ անկեղծ խոստովանություն արեց, ասեց մենք կոմֆորտ վիճակ է մեր մոտ ձեր հետ այս դիսկուրսը տանելը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել է, որ իր իշխանության հենասյունը երկու սեգմենտ է։ Մեկը նախկին իշխանություններն են, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց սատելիտներով, երկրորդը հասարակության անտարբերությունը, որովհետև ինձ համար եւ հիասթափված հատվածը, ինձ համար իսկապես արդեն սկսում է մտահոգիչ երևալ այն հանգամանքը, որ հանրությանը պարտադրվել է մի ընտրություն հների եւ նորերի, նախկիների եւ ներկաների միջեւ եւ հանրությունը չի ընդվզում։ Ի վերջո սա պետք է վերջ ունենա, թե ոչ, որքան կարելի է նույն շղթայով անընդհատ շղթայել ժողովրդին ու հանրությանը բերել մի ընտրության առաջ, որ դու կամ պետք է ընտրես Նիկոլին կամ Քոչարյանին կամ Սերժին կամ նրանցից որևէ ճյուղավորված սեգմենտին։ Իսկ հանրությունը փաստորեն դատապարտված է եռադաշինքի միջև ընտրություն կատարել։ Ընդ որում սա նաև դաս պետք է լինի Եվրադաշինքի ներկայացուցիչներին, այդ կուսակցությունների, որոնց հանդեպ ես շատ բարեկամաբար եմ տրամադրված եղել, բայց ստացվում է մի բան, որ
Եվրադաշինքը հերթական անգամ հաղթում է Եվրադաշինքին։ Ես դրա հետ ասոցիացնում եմ նաև այն նորաստեղծ քաղաքական ուժերի, նոր քաղաքական միավորներին, որոնք փորձում են իրենց գործունեությամբ մեծացնել իրենց քաղաքական ազդեցությունը։ Ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միասին զավթել է քաղաքական դաշտը, ականապատել է քաղաքական դաշտը, իրենց ռեսուրսներով, քարոզչական, նյութական, վարչական, չգիտեմ, այլ ոչ ֆորմալ ռեսուրսների կիրառմամբ հնարավորություն չի տալիս հանրությանը որակապես այլընտրանքային օրակարգ ու միջավայր ձևավորել, որի արդյունքում ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Գյումրիում ձեր կողմից մատնանշված անձանց հրապարակ բերելով հանրության մոտ փորձում է ձևավորել իրեն ընտրելու անհրաժեշտությունը, համոզմունքը, որպեսզի շարունակի պահպանել իշխանությունը։ Հետևաբար սրանից կարելի է հանգել հետևության, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հենասյուները հանդիսանում է հենց այդ սեգմենտը։ Կա Ռոբերտ Քոչարյան, կա Սերժ Սարգսյան, կա այդ կրիմինալ սեգմենտը, ուրեմն կա Նիկոլ Փաշինյան։ Իսկ այդ չկա երկու այդ սեգմենտները, չկա Նիկոլ Փաշինյան։ Այս բանաձևն է գործում։ Գործիչները իրան գիտակցում են, որ իրենք են այդ դեպքում ինչպես դուք եք ձևակերպում Նիկոլ Փաշինյանի հենարան են դառնում, կամա թե ակամա։ Այո, շատ լավ գիտակցում են եւ եւ իրենց ձեռը տալիս այդ խաղը, որովհետեւ տեսեք, ինչու՞ն է խնդիրը։ Շատ պարզ պետք է խոսենք ժողովրդի հետ։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հաշվարկը շատ պարզ է։ Միևնույնն է, վաղ թե ուշ այս իշխանությունը աստիճանաբար սպառվում է, այս իշխանությունը փոխելու ժամանակն է գալիս, իրենք ընդունել են տարիներ շարունակ այս հարվածները, բոքսի տանձիկի գործառույթ են իրականացրել, ստացել են, ընդունել են այդ հարվածները եւ իրենք մտածում են, որ այդ հարվածները ստանալուց հետո, այդ դիմակայություններից հետո իրենք վաստակել են հաջորդ իշխանության ձևավորելու, մասնակիցը լինելու իրավունքը եւ ինչու՞ չէ, եթե ոտներները մի քիչ էլ պնդաստեն, վերցնեն իշխանությունը, իշխանությունն էլ բթացման զգոնությունը բթացման վիճակում է։ Իրենց թվում է, եթե մի անգամ 18 թվականին կարողացան նախկիների ֆոնի վրա գալ իշխանության, 2021 թվին վերարտադրվել, իրենց թվում է, որ մշտական նույն խաղը ավարտվելու է նույն արդյունքով։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Մի անգամ այնպեսի թարս ապտակ կստանան, եթե շարունակվի նման իրողությունը։ Եվ երկրորդ հանգամանքը իշխանությունը մենակ հենվում է այս հանգամանքի վրա, որքան ատելի են նախկին իշխանությունները, իրենք այդքան ընդունելի են հասարակության համար։ Այս բանաձևը այլևս սպառել է։ Լավ, պարոն Նորիկյան, այդ դեպքում ինչ անեն։ Այդ երկու գործիչները իրենց սատարող ուժերով կան, Նիկոլ Փաշինյանը կա իշխանության, բոլոր երեքն էլ շարունակում են մնալ կամ վերադառնալ իշխանության։ Բազմաթիվ այլ քաղաքական ուժեր կան կողքից, ովքեր միգուցե անկախ են, միգուցե այս երեքից որևէ մեկին են աջակցում ուղղակի կամ անուղղակի կերպով։ Այդ դեպքում ումն է մեղավորությունը, որ դուք այդպեսի ոչ միայն դուք հարց եք բարձրացնում, միգուցե այդ ուժերը, որոնք չեն կարողանում հասնել հաջողության թե ընդդիմադիր թե իշխանության դաշտում, իրենք խնդիր ունեն։ Ես վերջերս անընդհատ հանդիպում եմ այդ հարցադրմանը, կոնցեպտուալ առումով սխալ է։ Իրանք թող գրավեն քաղաքական դաշտը եւ ոչ թե մեղադրեն որևէ մեկին, թե դուք հեռացեք, մենք գանք։ Հեռանալու մասին չի։ Ես խորապես համոզվել եմ արդեն, որպեսզի մենք հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, պետք է հեռանան Քոչարյանը, Սերժն, այս սեգմենտը, այսինքն Հայաստանում որակապես նոր իշխանություն, ընդդիմություն պետք է ձևավորվի։ Այո, եւ հասարակության միջոցով իհարկե, եթե իրենց մնա, իրենք չեն հեռանա։ Ես քիչ առաջ այլ բան եմ ասում։ Եվ ես հիմա այստեղ ընդունում եմ, որ դժվարությունը կրկնապատկվում է, եռապատկվում է։ Ուրիշ բան է, երբ որ դու պայքարում ես միայն իշխանության դեմ, ուրիշ բան է, երբ որ դու պայքարում ես նաև տիտղոսային ընդդիմության դեմ։ Այս սա հակաբնական, հակաքաղաքագիտական միջավայրում ենք ապրում, որովհետև ֆեյք կառավարման համակարգ է, ֆեյք իշխանություն է, ֆեյք ընդդիմություն է, որովհետև ես չեմ կարողանում ինձ հավատացնել, որ մեր երկրում տիտղոսային ընդդիմության առաջնորդները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Իրանք դասական առումով բացարձակապես չեն տեղավորվում այս ամպլուայի մեջ։ Հետևաբար խնդիր է առաջանում։ Մենք պետք է հասարակությանը պոզիտիվ առումով բերենք, հասնենք մի կոնդիցիայի, որ հասարակության մեջ իսկապես ցնցում առաջանա։ Իսկ մեկ տարվա ընթացքում դա կհաջողվի։ Այո, ես գտնում եմ, որ կարճ ժամանակ է, բայց հնարավոր է, որովհետև խնդիրը շատ պարզ է։ Եթե մենք ուզում ենք որակական փոփոխությունների, հասարակությունը պետք է իր համար
պահանջարկ ձևավորի ազատվելու այս պատանդարության ճիրաներից։ Սա շատ կարևոր է, եթե մեր հասարակությունը նման ցանկություն ունի, հասարակության ուժերի մոբիլիզացիայի միջոցով է հնարավոր Հայաստանում բեկում իրականացնել շրջադարձային փոփոխություն իրականացնել։ Դուք անընդհատ այդ եք ասում, ես դա ընդունում եմ որպես օբյեկտիվ մարտահրավեր, որ ինչու չեն մյուս ուժերը այսպիսի հնարավորությամբ առաջ գալիս։ Կներեք Արմինե ջան, հələ ինձ տվեք Քոչարյանի փողերը, այդ հեռուստաալիքները, նյութական ռեսուրսները, ոչ ֆորմալ կապերը, Սերժ Սարգսյանի այն ազդեցությունը, որոնք պահպանվել են։ Մեր կռիվ այս իշխանության հետ ինչ ա եղել տարիներ շարունակ։ Մենք ասել ենք եղբայր, դու եկել ես այս իշխանության այն լոզունգներով, այն դրոշակներով, որ դու պետքա պայքարես կոռուպցիայի, կոռուպցիոներիստների դեմ, վերջում գնացել միավորվել ես իրենց գաղափարական առումով, որովհետև եթե դու նրանց պատասխանատվության չես կանչել, չես լուծել Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության խնդիրը, սահմանադրական արդարադատություն չես ստեղծել, այլ հակառակը այդ սեգմենտին օգտագործում ես բացառապես քո քաղաքական իշխանությունը հավերժացնելու համար, ուրեմն դու իրենցից ինչով ես տարբերվում, ավելին դու մեղսակից ես դարձել այս 7 տարվա ձախողումների հետ միասին ինքդ էլ սպառվել ես ու պետքա քո տեղը ազատես, բայց իրանք ինչ են անում, իրենք այստեղ այդ եռադաշինքը դարձել են բնական դաշնակիցներ, սիամական երկորյակներ, իրենք թույլ չեն տալիս, այստեղ անձերի խնդիր չի, քաղաքական միավորների խնդիր չի, իրենք սարսափում են այն մտքից, որ իրենցից դուրս կարող է ձևավորվել այլ քաղաքական պլատֆորմ, որովհետև նորից եմ կրկնում, ինչու, եթե դուք պնդում եք, այս իշխանությունը պնդում է, որ իդեմ ես Քոչարյանի մենք գործ ունենք երկիրը թալանած ավազակի հետ, կներեք այդ ավազակը ինչպես կարող է ունենալ հեռուստաընկերություններ, կայքեր, ունենալ ֆեյքային ոմակներ, որոնք կսպասարկի, ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունում իրականացնի գործող օրենքներին համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն քո կառավարությունն էլ նրանից միլիոնավոր դոլարների առևտուր անել։ Այդպիսի ավազակ չի լինում ու վերջ։ Ուրեմն դու կեղծ ես, ես այդտեղ այդ ավազակի խնդիրը արդեն դուրս է գալիս, այդտեղ ամբողջովին պատասխանատվության առաջին գիծ է գալիս գործող իշխանությունը։ Դրա համար ենք մենք ասում, մենք իշխանությունն էլ պետք է հեռանան, նրանք էլ պետք է հեռանան։ Բայց դրա համար մեր ժողովուրդը պետք է ուղղակի ցնցում առաջացնող միջավայր մթնոլորտ ստեղծի Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաև կատեգորիկ մի բան էլ ասեմ եւ լսեմ ձեր հաջորդ հարցը։ Ինձ համար ուղղակի վիրավորական է, որ ասում ես սրանք գնան բողով գան։ Այսինքն դուք ինչ եք քարոզում մեր ժողովրդին։ Եթե Արցախը չես կործանել, սպանություններ չես կատարել, մարդկանց չես թալանել, ընտրակեղծարարությամբ չես զբաղվել, կաշառք չես բաժանել, կոռուպցիայով չես զբաղվել, ուրեմն դու վարչապետ չես կարող դառնալ։ Պոպուլիզմով եթե դու չես զբաղվել, մարդկանց չես խաբում ամեն օր, երկրի պարտքը պետական չես դարձել 13 միլիարդ դոլար, ուրեմն վարչապետ չես կարող դառնալ, падգամավոր չես կարող դառնալ, նախարար չես կարող դառնալ։ Այ պետքա այտենց կոնտինգենտը, հարբածները, չգիտեմ, պոպուլիստները, ստախոսները, թալանչիները, կաշառակերները մեր երկրում կարող են գալ դառնալ падգամավոր, վարչապետ, նախագահ ու նախարար։ Սա ենք քարոզում մեր ժողովրդին։ Պարոն Նորկյան, դուք ասացիք ժողովուրդը պետք է համախմբվի եւ իր ձայնը իր ասի, բարձրացնի, բայց Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր համայնքն էր, երկրորդ խոշոր քաղաքն էր, Գյումրիում ինչ որտեղ ժողովուրդն իր ձայնը ասեց, այնքան մասով, ինչքան մասով գնաց ընտրություններ, իհարկե ոչ ամբողջությամբ գնաց։ Նրանք երկրորդ եւ երրորդ իրենց ձայնի իրավունքը տվեցին Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին, որոնք կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ են եղել, նման համարում են ունեցել տարիներ շարունակ։ Ինչու այդպես արեցին եւ ինչու, ինչպես նոր դուք հիշատակեցիք, Եվրադաշինքին Լևոն Բարսեղյանին չցանկացան ընտրել քաղաքապետ, որը տարիներ շարունակ պայքարել է գյումրեցու իրավունքների համար, արդարության համար։ Նախ Եթե մենք ելնենք այն ելակետային տվյալներին, եթե դուք փորձում եք հույսը դնել ժողովրդի վրա, իհարկե չվիրավորելով ժողովրդի մոտիվացնել մեր հասարակությանը, բավ պետքա, բավ վրա հույսը դնենք։ Ո՞վ վրա պետքա հույսը դնենք։ Իհարկե ժողովրդի վրա։ Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ժողովրդին մոտիվացնելը, ժողովրդին համախմբելը գաղափարի շուրջ, ժողովրդին կազմակերպելը, ժողովրդին ինչ որ գաղափարի շուրջ իմի բերելը, դա որակապես
քաղաքական անհատի կամային հատկանիշներից է կազմված։ Բայց երբ որ դու փորձում ես խոսել նույն ժողովրդի հետ ու քո վրա գալիս են ֆեյքային ոմակներով հարձակվում են, ընդ որում բոլոր կողմերից, իշխանություն եւ իրենց ընդդիմություն համարած սեգմենտներից, եւ դու չունես այդ հնարավորությունը առնվազն հակադարձելու կամ գոնե պաշտպանվելու, դու հասկանում ես, որ հնարավոր չի այս մեթոդներով պայքարել իրենց դեմ։ Հիմա վերադառնանք Գյումրին։ Լսեք, թե Գյումրիում գյումրեցիները մի փոքր այլ մենթալիտետ, այսպես ասած ունեն։ Արմինե ջան, հարգելի Արմինե, նախ պետք չի ֆետիշացնել Գյումրիի ընտրությունները։ Դուք կտեսնեք մեկ ամիս հետո բոլորը կմոռանան, կյանքը կշարունակվի այնպես կա, որտեղ չպետք է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը ֆետիշացնել, գերադրական աստիճանի բերել։ Ի վերջո այնտեղ մարդկանց պատկերացումները այդ ընտրական գործընթացին այլ շեշտադրումներ ունի։ Գյումրեցին ուզում է, որ իր աղբը մաքուր թափվի, փողոցը ասֆալտապատվի, չգիտեմ ինչ արվի, քաղաքական նշանակություն չի տալիս մեծ հաշվով։ Այս առումով, բայց ես ուրիշ թվերի վերլուծություն եմ ուզում անեմ։ Որքան գիտեն Գյումրիում 110,000 ընտրողներ կան։ Ճիշտ է։ Դրանցից մասնակցել է շուտ 40-43 հազարը, ճիշտ է, այսինքն 40%-ը։ 40%-ից 20%-ն է եւ մի քանի 15%-ն է ընտրել այն մարդկանց, որոնց մասին դուք վկայակոչում եք, ճիշտ է։ Այստեղ աշխարհակահական վերլուծումների, աշխարհակահական կողմնորոշումների մասին խոսելը ստրատեգիական առումով սխալ է, որտեղ կրկնում եմ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մշակույթը մեր մոտ դեռևս չի հասել այն մակարդակի, որ քաղաքական շեշտադրումներ լինեն եւ խորապես համոզված եմ սխալ է նաեւ դրանցով չափել քաղաքական ուժերի ազդեցության մակարդակը։ Ես ընդհանրապես շեշտեցի մարդկանց, որոնք նախկինում ունեցել են հանցագործ համարություններ եւ դրանց հակադիր ներկայացրեցի Լևոն Բարսեղյանին, որը դուրս է դրանից անկախ քաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշումներից, թեև կան կարծիքներ, որ նույն արտաքին քաղաքական ազդեցություններից, որ 102 ռազմաբազան ունի աշխատակիցների մեծ քանակ, որոնք կարող են ազդեցություն որոշակի ունենալ եւ ընտրություններից առաջ միջոցառում է տեղի ունեցել, որի ժամանակ ռուս պատգամավորներից մեկը փորձել է սատարել կամ սատարել է իր սատարումն է հայտնել։ Հիմա տեսեք մեր հանրությանը դա որոշակի միջամտություններ է։ Հիմա տեսեք մեր հանրությանը այս մոդայք դարձած բառը ասեմ, մանիպուլացնելու, երկկողմանի մանիպուլացնելու կոնկրետ դասական օրինակի մասին եք դուք խոսում։ Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ, ինչ որ քաղաքական ուժ ասում է ժողովուրդ ջան, մենք ձեզ տանելու ենք Եվրոպա, Արևմուտք, մի քաղաքական ուժ էլ ասում է ես ձեզ 102-րդ ռազմաբազան, չգիտեմ ինչ, գործարաններ ենք կառուցելու, այս ենք անելու, այն ենք անելու։ Այստեղ ամենից կարևորը հանրության հետ ազնիվ լինելն է։ Որևէ մեկը այդ հասարակությանը չի բացատրել, որ Գյումրու համայնքի ավականու լիազորությունները ոչ Հայաստանին Եվրոմիություն տանելն է, ոչ էլ Ռուսաստանի ուրեմն միջոցներով գործարան կառուցելն է։ Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները կոնկրետ սահմանված են թիմ մասին օրենքով, որտեղ հստակ են համայնքապետի լիազորությունները քաղաքաշինության ոլորտում, առևտրի ոլորտում, մնացած ոլորտներում։ Այսինքն մենք մեր քաղաքական ընտրանին կամ քաղաքական գործընթացներին մասնակցող սուբյեկտները ազնիվ չեն մեր ժողովրդի հետ։ Հենց ստեղ է խնդիրը, որ պոպուլիզմը դարձել է քաղաքական պայքարի ամենակարևորագույն գործիքը, որքան շատ է խափում քաղաքացուն, այնքան շատ քվե է ստանում։ Մեր հանրությունը պետք է ձերբազատվի այս իրավիճակը։ Պոպուլիստերից պետք է դրանք արևմտամետ պոպուլիստներ են, դրանք ռուսամետ պոպուլիստներ են, ընդհանրապես սիրելի հայ ժողովուրդ, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սպասարկվում են կամ սպասարկում են օտարի շահ, նույնիսկ այդ օտարը քո ամենամերձավորագույն բարեկամն է, այդ ուժերին պետք է շպրտել դուրս քաղաքական դաշտից եւ որևէ հնարավորություն չտալ քաղաքական դաշտում նրանց ազդեցությունը մեծացնելուն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իր ընտրությունը կատարի հիմնվելով իրատեսության վրա, իրական գաղափարների վրա, իրական հնարավորության վրա։ Սրա մասին է խոսքը։ Շատ լավ, այնուամենայնիվ այսօր սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, նա ասել է կոալիցիա չենք կազմելու որևէ մեկի հետ, բայց համագործակցություն ընդդիմադիր ուժերի հետ կարող է լինել եւ Սերժ Սարգսյանի թիմից հայտարարություն եղավ,
որ Մարտուն ըստիյotին տեղյակ էր արդեն որոշման մասին, որից մենք տեղյակ չենք, այնպիսի որոշում կլինի, որ Մարտուն Գրիգորյանին քննադատողներից շատերը միգուցե այդ վիճակի մեջ կհայտնվեն, այսինքն Նիկոլ Փաշինյանին ակնարկում էր, որ քաղաքացիական պայմանագրին ձայն տալը կարող է բացառվի իրենց կողմից։ Ամեն դեպքում ըստ ձեզ ով կդառնա քաղաքապետ Գյումրիում, ինչպես դուք եք գրել, Սերժ Սարգսյանը ում օգտին որոշում կկայացնի։ Ես վերահաստատում եմ իմ ասածը, հանգիստ նստեք տեղներ հետ, Գյումրու քաղաքապետ կընտրվի այն մարդը, ով կընտրի Սերժ Սարգսյանը։ Բայց այսօր չեք կարող, այս պայդրությամբ չեք կարող ասել, թե ում օգտին որոշում կկայացնի։ Իմ ասածի մեջ ավելի խորքային շերտ կա, որովհետև այդ Սերժ Սարգսյանի որոշման մասին խոսելուց ես նաև նկատի ունեմ ՔՓ-ի վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունը։ Ես անկեղծ եմ ասում, մեծ ցավով եմ այս ամեն ինչը ասում։ Հասկանում եք, որովհետև ինձ համար որպես քաղաքացու վիրավորական է, որովհետև որ Սերժ Սարգսյանի նման անձի համար անձը ունի նման մեծ քաղաքական դերակատարություն ու նշանակություն։ Ինչու համար փորձ եմ մի փոքր օրինակով նաև ամփոփել իմ ասածը։ Այս իշխանությունը վերջերս թմկահարեց, դրոշակ դարձրեց, որ Սերժ Սարգսյանին առաջադրվել է հերթական մեղադրանքը, ոչ ավել, ոչ պակաս 2005-2006 թվականներին, պաշտպանության նախարար եղած ժամանակ Ծովակալ Իսակովի պողոտայի հարակից տարածքում մի քանի հազար մետր հողակտոր ինչ-որ անձած օտարելու համար, ճիշտ է, այսինքն 3000-4000 մետր։ Հիմա երբ որ ես նայում եմ այս մեղադրանքին, քերական մեղադրանքի ու նայում եմ այն մյուս մեղադրանքին, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ պարլամենտում ասում է, արեք ուղիղ եթեր, ես ձեզի պատերով տամ, ոտատակ տամ, ասում է, չգիտեմ ինչ անեմ, որ դուք Արցախը ծախել եք, կործանել եք, նրա հնարավոր հայանպաստ լուծումը վիժեցրել եք։ Հիմա երբ որ այս երկու մեղադրանքները ես համադրում եմ միասին ու ասում եմ, ախպեր ջան, ո՞նց կարող է մարդուն 3000 քառակուսի մետր հողամաս օտարելուն վերցնեն 10 տարի դատեն, բայց մի ամբողջ Արցախի հանրապետություն կործանելու համար ընդամենը հրավիրեն ուղիղ եթեր։ Երբ որ ես այս երկու լուրերը համադրում եմ, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, ուրեմն հասկանում եմ, այս մարդը ինչքան հզոր մարդ է, որ այս մարդկանց վրա ինչքան ազդեցություն ունի, որ իր անունը օգտագործելով այս մարդիկ եկան իշխանության, հիմա էլ պահում են, օգտագործում են, բայց այս մարդը մնում է միշտ ջրի վրա։ Հիմա չեղա որ Սերժ Սարգսյանն է որոշելու, թե ով կընտրվի Գյումրու քաղաքապետ կամ ով չի ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Իհարկե այդ մարդն է որոշելու։ Լավ, պարոն Նորիկյան, ես ուզում եմ ձեզ հնարավորություն տալ։ Ի վերջո, մի հատ էլ այդ մի բան ասեմ։ Սա նաև շատ խորքային է, որովհետև վերջերս այդ մարդու մերձավորագույն ազգականը հայտի Միշիկը, ասպեր բոլորը ասպեք զզվացրեցիք ով է բերել Նիկոլին, հələ որոշեք ով է հեռացնելու Նիկոլին, այսինքն էլի սլակները ուղղվում են նրան, որ ով է որոշողը, թե ով Նիկոլին պետք է հեռացնի, այսինքն ենթատեքստով հասկացնում էր, որ մենք ենք բերել, մենք էլ որոշելու ենք, թե Նիկոլին հեռացնելու ժամանակը երբ է, սրա մասին է խոսքը։ Երբ հա, ըստ ձեզ երբ են որոշելու։ Այդ մասին, ինչպես ասում էր, դասականը հաջորդ դասի։ Պարոն Նորիկյան, իսկ իշխանություններն է քննադատում տարբեր ոլորտներում դուր չի գալիս նրանց վարած քաղաքականությունը ձեզ համար, ձեր մասնագիտական ոլորտում, պետաիրավական, դատաիրավական եւ այլ ոլորտներում բարեփոխումներ են անընդհատ, ինչ հեղափոխություն է տեղի ունեցել, կառույցներ են տանում, բերում, նախարարներ կամ կառույցների ղեկավարներ են անընդհատ փոխում, ինչ վիճակի է ի վերջո, ինչ վիճակի մեջ է գտնվում ի վերջո այդ ոլորտը, ըստ ձեզ։ Այդ ոլորտը կա ազդեցություն իշխանությունների ուղղակի, այսպես ասած, զանգով որոշում կայացնելու այդ պրակտիկան պահպանվում է այդ ոլորտներում։ Ամուսնալուծության հայցերի դեպքում, չգիտեմ, հնարավոր է, որ այդպիսի զանգեր չկան, բայց կուզենայի, որ մենք մի քիչ լրջացնենք այդ հեռախոսային արդարադատությունը իրական արդարադատությունից, ուզում եմ հասկանանք հետևյալը։ Ինձ համար ցուցիչ է դրանով թեման փակված է, երբ որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը գործադիր իշխանության ղեկավարի SMS հաղորդագրության արդյունքում հրաժարական է տալիս։ Վերջ, ինձ համար մեռավ արդարադատությունը։
որովհետև ես իրավաբան եմ, ես 3 կրթություն եմ ստացել, բարձում եմ 15 թվականին Սերժի ձեռագրով, ձեռքով գրված սահմանադրության, եթե չեմ սխալվում 174 հոդվածը կամ 172-րդ հոդվածը, 172-ից 174-րդ հոդվածներն են, որոնք վերաբերում են ԲԴԽ-ին։ Սևով սպիտակի վրա գրված է. Բարձրագույն դատական խորհուրդը անկախ սահմանադրական մարմին է, որի հիմնական առաքելությունը ապահովել դատարանների բնականon գործունեությունն ու անկախությունը, երաշխավորել։ Հիմա, եթե այդ երաշխավորող մարմինի ղեկավարին, գործադիր իշխանության ղեկավարը մի հատ SMS-ով ասում է տղա ջան, գնացիր ձեր տուն, ինձ համար արդարադատությունը ոչնչացվեց։ Սա հակասահմանադրական քայլ է։ Սա սահմանադրական կարգի տապալում է։ Դուք անունը ինչ ուզում եք դրեք, սա սխալ հանցագործություն չէ, ինչպես ասում էր մեծն Նապոլեոնը, սա սխալ է, պարոնայք։ Հետևաբար դուք ինչ եք ինձանից ուզում, ինչ բարեփոխում, Սրբույի Գալյան հետ ինչ բարեփոխում պետք է անի, որ հաղթահարվի այս հանգամանքը։ Սրբույի Գալյանը կարող է շատ լավ նախարար է, մի հատ էլ աղջիկ է, շատ լավ գրավիչ աղջիկ է, ներքին գործերի նախարար է, ինչ-որ շատ լավ ինչ-որ հայեցակարգեր են բերել դրես շրջանառության մեջ, փորձում են ինչ-որ բաներ փոխել կամ ինչ-որ պարեկների տեսքը դառնա ավելի ներկայանալի բան, բայց եթե մի օրվա մեջ գործադիր իշխանության ղեկավարը իրականացնում է քայլեր, որոնք ուղղակիորեն ոչնչացնում են այդ իրավական համակարգում սաղմեր տվող ծիլերը, ինձ համար դա է ելակետը, նշանակությունը, հասկանում եք։ Կարող է այդ նույն մարդիկ, որոնք SMS են ստանում հեռանալու մասին, չեն իրականացրել, պատճառը այն է այդ SMS-ի, որ չեն իրականացրել նույն գործադիրի ղեկավարի բարափոխումների վերաբերյալ հանրահարցումները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին որևէ գործադիր իշխանության ղեկավար չի կարող հանձնարարություն տալ։ Հարգելի Արմինն է, բարձրագույն դատական խորհրդի նախագահը, դա չգիտեմ ոնց բացատրեմ, սահմանադրական գլխավոր դատախազին էլ չեն կարող տալ, գլխավոր դատախազը հաշվետու չէ վարչապետին, գլխավոր դատախազը ընդամենը տարեկան հաղորդման, ոչ թե զեկուցման, հաղորդման պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի առջև, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը դեմ բացառիկ սուբյեկտն է, որը կարող է, միակ մարդն է, որը կարող է քրեական հետապնդման մասին որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ, բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, բայց մենք քանից ենք ականատես եղել, երբ որ գործող գլխավոր դատախազը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, իր վերադաստը ինչն է, հասկանում ենք մենք խաթարել ենք մեր կառավարման համակարգի պատկերացումները, մեռանք ասելով, Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարը չէ, ժողովուրդ ջան, այտենց հասկացություն չկա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում, նա ընդամենը գործադիր իշխանության ղեկավարն է, պետության գլուխը Հայաստանի Հանրապետության նախագահն է, այդ որ տարիներ շարունակ ընդգծում ենք, որ ֆեյք սահմանադրություն է Հայաստանի Հանրապետությունում գործում, երբ որ ուղղակի զրոյացվեց Հանրապետության նախագահի դերն ու նշանակությունը, դարձել է մի հատ ուղղակիորեն, չգիտեմ ինչ, մարիոնետային ինչ-որ կերպար, անկախ անձից է, անձին բացարձակ նկատի չունեմ, եւ ըստ էության ապականվեց մեր սահմանադրաիրավական ամբողջ համակարգը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրեն է վերագրում երբ բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ինքն է որոշում եւ դատախազական համակարգը եւ ամբողջ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը։ Այսինքն ինքը իրեն իդենտիֆիկացրել է պետության հետ, նույնականացրել է պետության հետ, ինքը ներկայանում է որպես պետության ղեկավար, կայացնում է որոշումներ եւ փորձում է յուրացնել այլ պետական ինստիտուտների իրավունքներ։ Սա հակասահմանադրական է։ Հետևաբար այն լոկալ բարեփոխումները, որ գիտեք ինչ կա, ոստիկանների ներկայանալի տեսքը կամ պրոբացիայի ծառայության որոշակի կայացումը կամ էլեկտրոնային արդարադատության կայացումը կամ փաստաթղթաշրջանառության թվայնացումը, ժողովուրդ ջան, մենք աշխարհից նաև այդ առումով չեն կարող հետ մնալ, բայց ֆունդամենտալ առումով մեր երկրում չի լուծվել մի կարևորագույն խնդիր։ Դուք կարող եք փողոցով քայլեք եւ յուրաքանչյուր ցանկացած կամայական անձի հարցնեք Հայաստանը իսկապես սահմանադրական երկիր է, Հայաստանում իսկապես հարգվում են օրենքները, իսկապես Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ հավասար են բոլորը, իսկապես Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի զերծ երկիր է, Հայաստանում եթե նույնիսկ մեկ տեսական առումով, գործնական առումով, քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն բնույթի հանցագործություն էլ տեղի չունենա, հարգելի Արմին է, միայն այն
հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կոռուպցիան վերացված չէ, ինձ համար դա ցույցիչ է, որ Հայաստանը իրավական պետություն չէ։ Իսկ քաղաքական կոռուպցիա ասելով կներեք, ինչ նկատի ունեք, այն որ հիմա թեկուզ եւ այս մի Գյումրիի ընտրությունների դեպքում մարդիկ պայմանավորվում են իրար հետ, դա դուք պրոֆեսիոնալ լրագրող եք եւ դուք շատ լավ որսում եք իմ բառերը, թե ինչ։ Գիտեք ինչ, նորից եմ կրկնում, եկեք մի բան ընդունենք։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգը չի առողջանում։ Միակ դες իշխանության կուսակցության փիլիսոփայությունը նույն Նիկոլ Փաշինյանը, այլ որ դուք եք չէ ասում, որ գիտեք ինչ կա, ստացել է այսքան ձայն։ Բացեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը ուսումնասիրեք վիճակագրությունը։ 2016 թվականին երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ԿՊ-ի նախագահն էր կուսակցության մեր նման նորաստեղծ կուսակցության նախագահ էր։ Գյումրիում ստացել է Գյումրու ավականու ընտրություններին ստացել է 673 ձայն։ Հենց դարձավ իշխանություն, այդ ձայները, չգիտեմ, քառապատկվեցին, տասնապատկվեցին, հազարապատկվեցին։ Տեսեք, նա չի խորշել ընդամենը 4-5-600 ձայնով մասնակցել ընտրություններին Գյումրի, բայց դուք չեք մասնակցել։ Չէ, ուրիշ բան։ Մենք էլ ենք մասնակցել, մենք ավելի Երևանի ավականու ընտրություններին ենք մասնակցել, 5-6 համայնքներում մասնակցել ենք, խնդիրը մասնակցությունը չէ, օլիմպիական մասնակցության մասին չեմ խոսում։ Ես բոլորովին այլ շերտի մասին եմ խոսում, իշխանության, կուսակցության, փիլիսոփայության մասին։ Ի վերջո, մի հատ նայեք մեր հետագիծը 30 տարի այս խաղացողների կազմը չի փոխվում։ ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, չգիտեմ, այս 4 կուսակցության ձեռքը այս մեր ժողովուրդը դարձել է պատանդ։ Ընդամենը այս վերջի 7 տարիների ընթացքում այդ կուսակցությունների շարքին ավելացել է մեկ անուն՝ ԿՊ։ Այդ էլ որ նայենք, ինչ որ մի հատ կտեսնենք, հետագիծը որ տեսնենք, թե ինչ է, գուցե ՀՀԿ-ի երիտասարդական թևն է եկել իշխանության ԿՊ անվանումով։ Պարոն Նորիկյան, մի հարց էլ տամ, սահմանադրությունը հիշեցիք, գիտեք, քաղաքական բանավեճ կա մեր հանրության քաղաքական դաշտում զուտ անկախության հռչակագրի հղման վերաբերյալ, որը գոյություն ունի սահմանադրության մեջ, որից հրաժարվել է պահանջում սահմանադրության փոփոխություն է պահանջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բայց մի այսպիսի տեսակետ էլ կա, որ իհարկե Հայաստանի իշխանությունները ասում են, որ մեր սահմանադրական դատարանը քննության առել եւ պարզել է, որ եւ այդ նման որոշում կա իսկապես, որ մեր սահմանադրությունը որևէ տարածքային պահանջներ չի պարունակում իր մեջ, այնուամենայնիվ պետք է դա թեկուզ դրսի հանրությանը, նույն Ադրբեջանին արդեն եւս մեկ անգամ ծանրակշիռ խոսք ասելու համար ուղարկել միջազգային կառույցների փորձակնության թե Հայաստանի սահմանադրությունը, թե Ադրբեջանի, որովհետեւ Հայաստանի իշխանություններն էլ փորձում են վերջին շրջանում ասում են, որ հակառակը Ադրբեջանի սահմանադրության մեջ է պահանջում, կան դրույթներ, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության համար սպառնալիքներ են։ Երկու սահմանադրություններն էլ ենթարկվեն միջազգային փորձակնության եւ բարձրան այդ հարցի պատասխանը։ Բարձր։ Գործող սահմանադրություն ընդունելու ժամանակ այս սահմանադրության նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ անցել է։ Բայց այդ սեգմենտը չի դիտարկվել ըստ երևույթի։ Ոչ թե սեգմենտը, ամբողջ սահմանադրությունն է ենթարկվել փորձակնության եւ եթե Վենետիկի հանձնաժողովը, որտեղ շատ նշանավոր եւ համաշխարհային մասշտաբի իրավաբան գիտնականներ են ներառված եւ վստահ եմ անկախ քաղաքական կոնյունկտուրայից նրանք կարող էին տալ եզրակացություն, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում ներառված է դրույթ, որը նույնիսկ անուղղակի կամ ենթատեքստի առումով կարող է հավակնություն ցուցաբերել այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ես հարցը դիտարկյունից չեմ նայում, չբացառելով հանդերձ նման սցենարը, ես իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունում չպետք է սահմանադրություն փոխվի ու վերջ, որովհետև անգամ եթե Նիկոլ Փաշինյանը 100%-անոց ազնիվ ու արդար սահմանադրության նախագիծ բերի դնի շրջանառության մեջ փորձի անցկացնել, Ադրբեջանում դա դիտարկելու են որպես Հայաստանի նկատմամբ հերթական պահանջի կատարում Հայաստանի կողմից։ Այս իշխանությունը չպետք է սահմանադրություն փոխի եւ երկրորդը, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը դա որևէ երկրի կոնկրետ դեպքում մեր երկրի, մեր ժողովրդի սուվերեն իրավունքն է, անկախ նրանից թե Ադրբեջանը ինչ է խոսում, չպետք է թույլ տալ, որ որևէ հարևան, բարեկամ, թշնամի երկիր իր քիթը խոթի ու փորձի միջամտել քո երկրի ամենակարևորագույն փաստաթղթի ձևավորման գործընթացում։ Դա նշանակում է մի բան,
Եթե Աստված մի արածը Հայաստանի Հանրապետությունը գնաց Իլհամ Ալիևի այդ պահանջը կատարելու ճանապարհով, մենք որպես պետություն կորցնելու ենք մեր կենսունակությունը, որովհետև խորապես համոզված եմ, որ Ալիևը միայն այդ պահանջով չի սահմանափակվում, խաղաղության գաղափարը մենակ այդ պահանջով չի սահմանափակվում։ Մի հատ նայեք, թե Ալիևը ինչ պահանջներ է դրել։ 300,000 ադրբեջանցի, Արևմտյան Ադրբեջան, Սյունիքի մարզով Զանգեզուրի միջանցք, սահմանադրության փոփոխություն։ Ուրեմն դուրս չի գալիս քո օկուպացված տարածքից։ Չի զիջելու 1 քառակուսի մետր տարած դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացում գումարած նրան ռեպարացիաների հարցնել դրան վերադիր գումարած նրան, որ այս պահին ուղղակիորեն բոլոր միջազգային իրավունքի նորմերը խախտած շինցու դատավարություն է անցկացնում Ադրբեջանում, փորձելով դատապարտել Արցախի Հանրապետության նախագահներին, Ռուբեն Վարդանյանին եւ այլ անձանց։ Այսինքն նման մարդը, նման պետությունը, նման քաղաքական վերնախավը ցանկանում է քո հետ խաղաղություն կնքել, նման պետությունը ուրիշ հարց է, եկեք ազնվորեն խոսենք, խաղաղության գաղափարը մեր ժողովրդի համար այնքան անհրաժեշտ, այն աստիճան կենսունակ, օդի ջրի նման անհրաժեշտ գաղափար է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմանալով մեր ժողովրդի տրամադրությունները վաճառում է խաղաղության օրակարգը մեր ժողովրդին։ Այդ գաղափարը վաճառում է վերարտադրվելու համար։ Ինքը չի հասկանում, ինքը չգիտի, որ Ալիևը իր հետ այս պարամետրերով քաղաքական հաշվեկշռի այս պայմաններում իր հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Կամ կներեք, քանի անգամ կարելի ասել, հարգելի Արմինե, Ալիևն ու Փաշինյանը այս տարածաշրջանում գտնվող երկրների ղեկավարներ են, բայց իրենք միայնակ երկուսով ի վիճակի չեն, այդքան ներուժ չունեն, այդքանն էլ քաղաքական կշիռ չունեն, որպեսզի երկուսով տարածաշրջանում նման մասշտաբի կոնֆլիկտ լուծեն։ Ոնց կարելի ասել, աշխարհում չկա միջազգային կոնսենսուս աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից մեր ռեգիոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու։ Խաղաղությունը չի հաստատելու։ Այդ չի նշանակում, որ ես վախեցնում եմ մեր ժողովրդին։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերականգնել խախտված ռազմական հաշվեկշիռը, ստեղծել արդյունավետ պետություն, ստեղծել արժանապատիվ հարաբերություններ, ատամ ցույց տալ երբեմն Ադրբեջանին, ատամ ցույց տալ չի նշանակում, որ դուրս գալու ինքնաձիգով կրակել Քանձակի եք ասում, Գանջայի եք ասում, Կիրովաբադի եք ասում ուղությամբ կամ Իսկանդերով խփել Բաքվին, դա չի նշանակում։ Դա նշանակում է արժանապատվորեն ներկայացնել հայկական շահը։ Այսինքն ինչ է նշանակում այս հարաբերությունները տանել, բայց Ադրբեջանը չպետք է դուրս գալ Հայաստանի 240 կիլոմետր զավթած տարածքից, այդպես խաղաղություն ո՞նց է լինում։ Աշխարհում ասում եք չկա կոնսենսուս, իսկ այդ կոնսենսուսը աշխարհում ասելով հաստատ Հյուսիսային Կորեան կամ Մոզամբիկը նկատի չունենք, դուք ում նկատի ունեք, ում մոտ չկա այդ կոնսենսուս, ում միջև չկա այդ կոնսենսուսը։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև չկա կոնսենսուս, ընդ որում ասեմ, շահառու պետությունները մեր տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական կենտրոնները 5-ն են։ Ես այսպես եմ գնահատում, հնարավոր է, որ սխալվում եմ։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, դա Ռուսաստանի Դաշնությունն է, դա Թուրքիան է, դա Իրանն է եւ դա Եվրոպական միությունն է կամ առանձին երկրներ, կարող են լինել Գերմանիան, Բրիտանիան Եվրոմիության անդամ չէ, բայց եւ Ֆրանսիան։ Այսինքն այդ աշխարհաքաղաքական կենտրոնները շահառու են եւ հաշվի առնելով այդ երկրների միջև ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆրոնտացիոն բնույթը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի եւ գլոբալ արևմուտքի միջև եղած հակասությունները, հաշվի առնելով Սպիտակ տան նոր ղեկավարի պատկերացումները խաղաղության մասին եւ կոնֆլիկտերի լուծման մասին, հաշվի առնելով Ռուսաստանի պատկերացումները մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ, հաշվի առնելով Թուրքիայի օրեցօր փոփոխվող պատկերացումները, կլանող բնույթը, հաշվի առնելով Իրանի չափավոր, բայց միաժամանակ իր շահերի վրա ամուր հիմնված քաղաքականությունը, մենք պետք է հասկանանք, կներեք մեր ժողովրդի լեզվով ասեմ, գելու գազաների պայմաններում հնարավոր է կամ թույլ կտան, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատեն, ժողովուրդ եկեք միամիտ չլինեն։ Այսինքն ձեր թվարկած Ռուսաստանի դեպքում դա հասկանալի էր, ինչ որտեղ նաև այո, Թուրքիայի դեպքում էլ։ Այսինքն ձեր կարծիքով Թրամփն էլ թույլ չի տա, Եվրոպան էլ թույլ չի տա, Իրանն էլ թույլ չի տա, հա, որ Ադրբեջանը Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Ըստ է թույլ տալու մասին չի, եթե նույնիսկ օրակարգի, ոչ թե ասում թույլ տալու, այլ կոնսենսուս չկա, համաձայնություն չկա, ամեն մեկը իր պատկերացած խաղաղությունն է ուզում առաջ բերել, բայց այդտեղ մի բանի մասին եմ ուզում խոսել։ Երբ որ դուք խոսում եք թուրքական
Կամ մենք ենք խոսում Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղության ընկալումների մասին կամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, ես այս վերջերս անընդհատ խոսում եմ այս մասին։ Հարգելի Արմինե, Ադրբեջանի պատկերացումները շատ պարզ են։ Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, դա նշանակում է շնչելու հնարավորություն տալ Հայաստանին։ Դա նշանակում է ոտքի կանգնելու հնարավորություն տալ Հայաստանին։ Դա նշանակում է հնարավորություն տալ Հայաստանին, որպեսզի Հայաստանի ենթակառուցվածքները զարգանան, դա նշանակում է Հայաստանը դարձնել տրանզիտային երկիր, որից Հայաստանը միլիարդավոր դոլարների օգուտեր կարող է ստանալ։ Ի վերջո դա կա նաև վրացական խանդ կա այստեղ, իրանական խանդ կա այստեղ, իրենք կորցնում են իրենց տրանզիտային նշանակությունը շատ հարցերում։ Ես միջազգայնագետ չեմ, բայց շատ ու շատ բաներ շատ լավ պատկերացնում եմ։ Հետաբար այս առումով միանշանակ չի, նույնիսկ եթե այդ երկրները առերևույթ ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, բայց հնարավոր է որ ստվերում էլ տորպեդահարում են, խոչընդոտում են, արգելակում են։ Ի վերջո եկեք թողենք այդ բոլորին, ի վերջո մի պահ համարենք, որ մեր հյուրերը, մեր բարեկամները, մեր հարևանները բոլորը համաձայն են, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվեն։ Ժողովուրդ, Ադրբեջանը ուզում է ձեր հետ հաշտվի։ Լավ, ինչ անի ես վերջին հարցը, ինչ անի ես դեպքում Հայաստանը հաշվի առնելով այդ ամեն ինչը, ասի մեկա չի ստացվելու, չգնամ խաղաղության հաստատելու ուղղությամբ։ Իսկ ասում, այդպես ուրիշ բան պետք է անի։ Ես ասում արդյունավետ պետություն ստեղծեք։ Նորմալ երկրի կառավարման որակը, փիլիսոփայությունը պետք է արմատապես փոխվի։ 7 տարվա մեջ դու երկրի պետական պարտքը 6 միլիարդից դարձրել ես 13 միլիարդ։ Ախր չգիտեմ, խոսեցնում եք, զայրացնում եք, ես չգիտեմ ինչ ոնց պատասխանեմ։ Վերջի մեր տիպիկ վիճակի մասին տիպիկ գնահատականը տրվեց Հայաստան, Վրաստան ֆուտբոլային հավաքականների խաղի արդյունքը 9-1, ճիշտ է։ Սա է մեր իրական վիճակը։ Հիմա դու հա ասա ինչ-որ ռազմավարություններ գրի Նիկոլ ու անունը դիր, որ Հայաստանի ֆուտբոլային հավաքականը պետք է 2050 թվին դառնա աշխարհի կամ Եվրոպայի մրցաշարերի առաջատար։ Հո ասելով չի։ Սա է քո իրական պատկերը, քո իրական գնահատականը։ Սենց Ադրբեջանին են հաղթում, սենց խաղաղություն են բերում, սենց պարտադրում են հակառակորդին հարգելու հաշվի նստել քո ռազմավարական շահերի հետ։ Ախր ոնց կարելի է, ես ուղղակի չեմ պատկերացնում, ինչքան կարելի է մանիպուլացնել ու հիմարի տեղ դնել մեր ժողովրդին։ Ժողովուրդ, պատերազմը դա միջոցների պայքար է, ռեսուրսների պայքար է։ Դա մենակ բան չի, հասնենք Սասուն մտնենք Վանը չի։ Դա նաև տեխնոլոգիաների պայքար է։ Դա այո, ոգեղենությունը պարտադիր է, անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Մեզ որակապես տեխնոլոգիապես նոր բանակ է անհրաժեշտ։ Մենք պայմանագրային բանակը, պրոֆեսիոնալ բանակը շփոթել ենք կամ հակառակը շփոթել ենք պահակային բանակի հետ։ Այսինքն մարդուն կանչում ենք զինվորական ծառայության, ասում ենք արի գնա այս տարածքում պահակություն արա, անունը դնում ենք պայմանագրային ու պրոֆեսիոնալ բանակ։ Պրոֆեսիոնալ բանակի չափորոշիչները լրիվ այլ են։ Դուք պրոֆեսիոնալ լրագրող եք։ Հարգելի Արմինե, դուք գիտեք օրինակ, ես չեմ ասում պետական գաղտնիքները, ռազմական գաղտնիք, բայց դուք գիտեք ձեր ազգային բանակը, մեր հայկական բանակը որ մոդելով է զարգանում այսօր։ Որ մի հատ օրինակի վրա, որ Շվեյցարիայի բանակի մոդելով, Ֆրանսիայի բանակի, ռուսական բանակի, Վրաստանի բանակի, որ բանակի մոդելի հիման վրա եք դուք զարգացնում կամ վերակերպափոխում, արդիականացնում։ Ի վերջո գիտեք ինչ, բերեք Հնդկաստանից ամենալավագույն զենքերը, Պուտինի խնդրեք մի հատ Սուզանավ տա ձեզ։ Ինչպես խոստացել եք 4 նավահանգիստ կառուցել Գյումրիում, էդ էլ չարեցիք 7 տարվա։ Սուզանավ տա Պուտինին, որ Սևանա լճով գնա գա։ Բայց կրակողա պետք օգտագործողա պետք, ով պետք է օգտագործի։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+ հեռուստաընկերության տաղավարում էր Նորիկ Նորիկյանը, Արդար Հայաստան կուսակցության նախագահ եւ փաստաբան։